Այո եւ ամեն մեր Քրիստոս Հիսուսի փառավոր մուտքը մի վերջի անգամ Երուսաղեմ ինչպես ընդունված ասել ծաղկազարդի կիրակին թող օրհնյալ լինի յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում սկսած այս եկեղեցուց այո բացահայտորեն ակնհայտորեն եւ անկասկած ողջ աշխարհով մեկ այս կիրակի Մեն ուր երբ Քրիստոս Հիսուսի անունով է հավաքված միանշանակ խոսքի նյութը այսօրվա քարոզչության նյութը միանշանակ ինչն է ծաղկազարդի կիրակին է նրա մուտքը դեպի Երուսաղեմ Սովորաբար քարոզիչները յուրաքանչյուր կիրակի մտածում են թե ինչ թեմա ինչպիսին է ինչ կարիքով է ասում եկեղեցին եւ ինչն է իրադարձությունները վիճակները աշխարհաշուրջը բոլոր թեմաները տարբեր են լինում բայց այսօր եւ հաջորդ կիրակի օրվա թեմաները կարծում եմ որ շատ հստակ ու պարզ է ինչպես է սորվանը այսօրվա մեր ծաղկազարդի կիրակին պետք է սկսենք այսպես մի օրինակից օրինակը ժամանակակից մի օրինակ է բայց կփորձենք այդ օրինակը այդ իրականությունը թարգմանել արտացոլել մեր հոգու աշխարհի մեջ մի փոքրիկ տղա կանգնած էր մայթի վրա եւ սպասում էր ավտոբուսին բասին սպասում էր մի մարդ անցնում էր եւ մոտավորապես ենթադրեց որ այս տղան ավտոբուսի է սպասում եւ մոտեցավ ասավ տղա ջան այստեղ չէ ավտոբուսի կանգառը տեսնում ես այն փողոցի վերջավորությամբ պետք է քայլես գնաս հասնես այնտեղ ավտոբուսների կանգառը այնտեղ ավտոբուս որ գալիս է այնտեղ է կանգառնում ու շատ գեղեցիկ շատ նրբանկատ ձևով փորձում էր տղային օգտակար լինել If you are waiting the bus you need to move to the street's corner Այս այնտեղը որտեղ որ բասը stop է տալիս for իր հաճախորդների համար, իր passenger-ների համար It's okay, տղան ասեց շնորհակալ եմ բայց ես այստեղ կսպասեմ իրան ավտոբուսին Եվ ավտոբուսը կանգառնի այստեղ ինձ համար Այդպիսի խոսակցության մեջ էին Այդ մարդը մտածեց, որ մի քիչ տղան կարող է դժվար հասկացավ, նորեն սկսեց կրկնել եւ ասեց հետեւյալը, որ ավտոբուսը տեղ կանգառ չի առնի, ստե կանգառ չի կանգ, ստապ չի տա, պետք է գնաս այնտեղ կկորցնես առիթը։ Եվ այդ խոսակցության ընթացքում ավտոբուս եկավ։ Եվ ուղիղ կանգառավ, որտեղ որ տղան կանգնած էր, փոքրիկ տղան։ Եվ ավտոբուսի վարորդը դռները բացեց եւ տղան թռչկոտելով ներս մտավ ավտոբուս։ Երեսը դարձնելով, որտեղ այդ ընթացքում այդ մարդը զարմացած, շփոթված, չէր կարողանում ըմբռնել, հասկանալ, վերլուծել, ինչու կանգառավ էս ավտոբուսը, ինչու այստեղ սա իր կանգառը չէ։ Տղան վերադարձավ ասաց. «Պարոն, Mr. I know bus would stop։ Ես գիտեի, որ ավտոբուսը այստեղ կանգ առնելու։ Գիտես ինչի, որտեղ ավտոբուսի վարորդ իմ հայրս է»։ Իմի հասկանում եք սիրելիներս, մենք շատ հաճախ և միգուցե ամեն օր աղոթում ենք հայր մեր, որ երկնքումն ես։ Մեզ համար երկնքի Աստվածը մեր հայրն է, Հիսուսը մեր առաջնորդը, մեր թագավորն է, և հայր ու որդու հաղորդակցությունը ամեն օր ավելի ու ավելի է հստակ դառնում ամեն հավատացողի համար, որոնք Աստծուն կմպնդրեն իրենց կյանքի մեջ։ Ինչու այդ շեշտեցի, որովհետև այսօր ես ու դու առանց քարեր շպրտելու, առանց դատելու, քննադատելու, հասկանում ենք, որ այսօր լեցուն մարդիկ կան, որոնք իրենց կոչում են քրիստոնյա, բայց այդպես էլ իրենց հոգու եւ իրենց կյանքի առօրյայի մեջ Քրիստոս չեն փնտրում։ Միայն այդ կոչումն են կրում, երբ որ պետք է եւ ցանկալի է։ Բայց խոսքս դրանց մասին չէ, խոսքս նրանց մասին է, իմ ու քո մասին, որ այսօր ժամ ենք տվել, եկել ենք, որովհետև ուզում ենք ավելինով փնտրենք նրան, ինչու, որտեղ գիտենք, որ մի հավիտենականության Աստծուն ենք հավատացել, եւ ինչքան էլ որ նրան ճանաչես ու ճաշակես, դեռ բաժին ունես, դա նման է գիտեք ինչ, երբ որ առիթ ունես խաղաղ օվկիանոսը գնալու, մենք շատ մոտ ենք այդ օվկիանոսին, որը երկրագնդի ամենամեծ օվկիանոսն է, եւ պատկերացնում եք ասել թե Քրիստոսին գիտեմ ամբողջովին ճանաչել եմ, դա ասել է որ ամբողջ օվկիանոսը կարող ես ինչ անես, գրկես, քո բաժինը դառնաս, դաժինը դարձնես եւ դույլով առնես այդ ջուրը քեզ հետ տուն տանես։ Քրիստոսը մի ամբողջ անմահություն Աստված էր։
Եվ երբ որ Քրիստոսի աստվածությունը քեզ համար բացվում է, դու հասկանում ես, որ նա իրապես քո հայրն է ու դու իսկապես նրա որդին ես։ Եվ նա օրենքից դուրս կանգ առնի որտեղ, որ օրենքը չի թույլատրում, բայց շնորհքը այո եւ ամեն է ասում։ Սա է տարբերությունը։ Երբ դու գիտես ում ես սպասում, քո հորդ, որ նա կգա ու քեզ համար կանգ առնի, որ քեզ իր հետ վերցնի ու դու նրա մոտ դինես ու նա քեզ հետ։ Այսօր ինչպես ասեցինք ծախազարդի կիրակին է եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր Քրիստոսին փնտրողները, որ կոչվում են Քրիստոսի աշակերտները, միայն այն 12-ը չէին։ Այսօր աշխարհում միլիոնավորներ են, որոնք աշակերտում են որտեղ նրա ոտքերի տակ։ Մենք եւս ներառյալ այդ աշակերտներին, մենք եւս եկել ենք, որպեսզի նրա ոտքերի տակ առնենք այն դասը, որ Աստված այսօր ինձ համար ու քեզ համար պատրաստել է, մեր հոգու աշխարհը լցնելու, որ դատարկ չմնանք։ Բնականաբար այսօրվա մեր վերլուծությունը ինքնըստինքյան հասկանալի է։ Ինչ էր ծաղկազարդի կիրակին ինձ ու քեզ համար։ Արդյոք այդ զուտ արտաքինը, որ նա էշի ձակի վրա նստած, մարդիկ կանչեցին ովսանաներ, իրենց հանդերձները նրա ոտքերի տակ գցեցին եւ արմավի շուղերով թափարում էին ու նրան կանչում էին թագավոր թագավորած։ Այո, նա իսկապես թագավոր է իմ ու քո համար։ Եվ ինչպես նրա մասին մի քիչ հետո կընթերցենք, մարգարեություն էր եղել, որ թագավորն էր գալիս։ Հիմա հարց է առաջանում ինձ ու քեզ այդ թագավորին ճանաչողը, այդ թագավորին հավատացողը, այդ թագավորին վստահողը, այդ թագավորը մեզ համար այսօր ինչպիսի դեր ու արժեքավորում ունի իմ ու քո հավատքի կյանքում։ Արդյոք այնպիսի մի թագավորի ենք հավատում, do we want to king who serves our agenda? Մենք այնպիսի մի թագավորի ենք հավատում, որ մեր իղձերը իրականացնի, մեր աղոթների պատասխանը անմիջապես պատասխանի, մեր հաջողության երաշխիքը լինի, մեր երեխեքի ճիշտ ամուսնության, ճիշտ կազմավորման, ամեն ինչ մենք փնտրում ենք ու հարցում ենք հարցնում, թե այնպիսի մի թագավորի ենք հավատում, որ այդ բոլոր մեր ցանկալիքը, մեր նպատակները, մեր իղձերի իրականացումը թողնելով մեզ համար ամենակարևոր էական ու առաջնային սա է լինում, որ ծնգի ենք գալիս նրա ոտքերի տակ, խոնարհվելով, որ մեղավոր էի ու քեզանով փրկվեցի։ Ու ճանաչում ենք նրան որպես մեր փրկիչը ու մեր Տերը։ Մնացածը շարունակությունն է։ Ու ամենատխուր պահը հոգևորի, երբ որ մենք այդ հերթականությունը խախտում ենք, մոռանում ենք նրան որպես փրկիչ, այլ հիշում ենք նրան որպես ինչ հրաշքներ իրականացնող, բժշկիր Տեր, փող տուր Տեր, հաջողություն տուր, ճանաչում Տեր, թող մարդիկ իմանան, թող ճանաչեն ինձ, թող ես հաջողակ լինեմ, թող ես հարուստ լինեմ, թող մի քանի տների Տեր լինեմ, մի քանի մեքենաների, մի քանի կարողությունների։ Այդ ամբողջը մենք պետք չունենք նրա ոտքերի տակ բերելու։ Այդ ամբողջը նրա կամքի մեջ է, եւ նա ինչպես կամենա, 1-ը, 3-ը, թե 5-ը, նա իր կամքի մեջ ինձ ու քեզ կտա։ Մեզ համար ամենաեական ու կարևորը, երբ քեզ համար երկինքը քո տունն է, եւ ուզում ես, որ այդ տան բնակիչը մնաս, ու դառնաս, ու հավիտյան վայելես, քեզ համար ամենաեականը, որ նա քո փրկիչն է, այն միակն է, այն ճանապարհն ու ճշմարտությունն է, այն միակ զոհն է, որ կարողացավ իմ ու քո մեղքերին ինչ անել, պատասխան տալու։ Կարդում եք Մատթեոսը եւ Ղուկասը յուրահատուկ առանձնահատուկ ձևով, իհարկե Հովհաննեսը եւս այդ մասին հատված ունենք եւ վերհիշելու, ասում է, որ Երուսաղեմի մեծամասնություն, Երուսաղեմը մեծ հսկայական քաղաք էր։ Այո, 2000 տարի առաջ երկրագնդի վրա բնակչություն շատ ավելի քիչ տիվ էր կազմում, բայց Երուսաղեմը միշտ մնում էր որպես բազում ժողովուրդ պարունակող քաղաք, մայրաքաղաք էր, ճանաչված քաղաք էր եւ հատկապես զատկված տոներն էր, որ ասում է հрьяաները այդ ամբողջ շրջանից եւ նույնիսկ հերվից եկել էին շաբաթներով առաջ, որպեսզի միասին ինչ զատիկ տոնը միասին տոնեին։ Եվ բնականաբար Երուսաղեմի ասում են, թե
այդպես ուսումնասիրությունը, որ այդ օրերին զատկված տոներին բնակչության համարյա կրկնակի էր դառնում։ Եվ ասում է ամբողջ Աստծո խոսքն ասում, ոչ թե պատմությունը ու հեքիաթները, ասում է Երուսաղեմը թնդաց, շարժվեց տեղից, ինչի այդ ամբողի ցայնից։ Ուրեմն խոսքը հսկայական ամբողի մասին էր, եւ այդ հսկայական ամբողը կանչում ու աղաղակում էր։ Ուրեմն խոսքը մի ամբողջ հսկայական ժողովրդի, it's about a big crowd, մի հսկայական ամբողի մասին էր խոսքը, որ Երուսաղեմը շարժվում էր։ Խոսքը հազարներ չէր, տասնյակ հազարներ չէր, տասնյակ հազարներ կամ ավելին էր։ Եվ այդ ժամանակ իրականանում էր դեռ հարյուրավոր տարիներ առաջ Մարգարության խոսքը։ Մարգարության խոսքի մեջ մենք հետևյալ ենք կարդում Զաքարիա 9-րդ համարի մեջ կներեք Մատթեոս ավետարան ընթերցենք հետո մյուս գլուխ ընթերցենք Մատթեոս 21-ի 9-րդ համարում նկարագրում է իրավիճակը ասում է եւ արչեցու հետևից գնացող բազմությունը բացականչում էր ու ասում Օվսաննա Դավիթի որդուն Օրհնյալ է Տիրոջ անունով եկող Օվսաննա բարձրյալին Իհարկե ստողերը մասնակիորեն արված է 118-րդ Սաղմոսի 20-26-րդ համարներից, որ այնտեղ կոչվում է Տեր փրկիր, Տեր ազատիր, Օվսաննա բարձրյալ է նրա Տիրոջ անունով եկողը։ Նրանք կանչում են ու ճանաչում են Քրիստոսին որպես Տիրոջը անունով եկողը, որը փրկել գիտի, եւ նրանք կանչում են Օվսաննա, crowd, հսկայական ամբողջ ու ժողովուրդ նրա առջևից ու նրա հետևից էր գնում։ Ամբողը հսկայական էր, ամբողը հոգևոր բառեր էր կանչում։ Այսօր մենք ժողովուրդ ենք, սա մի փոքրիկ եկեղեցի է, եկեղեցիները 10,000 են հավաքում յուրաքանչյուր կիրակի։ Բայց գիտեք ինչ, երբ Քրիստոս ասեց մեկ կամ երկուս իմ անունով, խոսքը արդեն ամբողի մասին չէր, խոսքը անհատի մասին էր, որ ամեն մեկը առանձին եկել է, անկախ իր կողքի, քրոջ եւ եղբորից, նա իր հոգու մեջ, նա իր մտքի մեջ նպատակ է դրել, որ այսօր տերերի տեր ու փառավոր Քրիստոսի հետ իր հոգու մեջ հանդիպում ունենա, նա այդ աղոթքով է եկել, ծոմապահությունով է եկել, սպասումով է եկել, այդ հավատքով է եկել։ Այդ ժամանակ ամբողը սկսում է այլ տեսք ստանալ։ Հիմա վերադառնանք այդ ամբողին, ամբողը հոգևոր բառեր էր կանչում, ամբողը ցնծում էր, ամբողը իր հագուստները հանում էին, ու նրա ոտքերի տակն էին փռում, ամբողը աղաղակում էր եւ արմավի շուղերով նրան դիմավորում էր որպես թագավոր։ Crowd can be loud without being surrounded։ Գիտեք Մեկ-մեկ այսպեսի արտահայտություն ասում են եկեղեցին այսպեսի մեծ հսկայական ձայնով ու աղաղակով ու թարշկոտելով Տիրոջն էր փառաբանում։ Դա արտաքինն է։ Բայց Քրիստոսին դու արտաքինով չես կարող զարմացնես։ Ամբողը իր աղաղակով չի կարող Աստծո հոգու հետ հաղորդակցություն ունենա։ Աստծո հետ հաղորդակցություն ունեն այն հոգիները, որոնք իրենց Տիրոջ ձեռքերի մեջ են հանձնել։ They were loud, but they are not surrounded. Նրանք աղաղակում էին, ինչու վստահ ենք այդ ամբողի վրա, որտեղ հստակորեն գիտենք, որ 4 օր հետո այդ նույն ամբողը մեկ ուրիշ բան էր աղաղակում, թագավորացի փոխարեն, եկ փրկիր մեզ, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը։ Crowd can be excited without being transformed. Ամբողը կարող է շատ ոգևորիչ լինի, հոգևոր կյանքում դու կարող ես շատ արագ ոգևորվես, բայց շատ խելամիտ կլինես, որ այդ ոգևորությունը չվերագրես հոգևորությանը, դա ոգևորություն է, դա excitement է, դա քո զգացմունքների արգասիքն է, քո զգացմունքներն են շարժվում, թե ձայնի, թե մյուզիկի, թե ժողովրդի շատությունից, ես չգիտեմ ինչից,
Այնդ ամբողը 2000 տարի առաջ Երուսաղեմում հավաքված, նրանք ոգևորված էին, նրանք նույնիսկ պատրաստեցին իրենց հագուստները հանելու ու աղաղակում են ու ամբողջովին իրենց վախը կորցրել էին, թե հռոմեական կասության զինվորները ամենուր կանգնած էին, որպեսզի երկվայրկյան նրանց ձերբակալեն ու բանտը նետեն։ Նրանք կանչում էին ու աղաղակում էին, նրանք կանչում էին որպես թագավոր։ Այդպես ասած, կողքից հռոմեական զինվորները եւ մեծամեծներ կարող է դիտեին որպես ինչ հեղափոխության նախասկիզբ, բայց ամբողը ոգևորված էր։ Ոգևորությունը ներքին փոփոխության մասին չի խոսում, դա զուտ արտաքին աշխարհն է, երբեք չշփոթվես, Եվ որ մտնես տեղ ու վար, եւ որ ժողովուրդը ոգևորված թարշքոտում է, աղաղակում է, կանչում է ու մտածես այնտեղ հոգևորություն կա, սխալից չհասկանաք, ես միտում չունեմ որևէ մի եկեղեցու կամ որևէ հարանվանությունների ինչ որ մի բան ասելու, ուզում եմ ինձ համար ու քեզ համար ասելու, հոգևորությունը արտաքինով չէ, հոգևորությունը ներսի աշխարհի մասին չէ, հոգու աշխարհի մասին է։ They were excited but not transformed. Նրանք չեն փոխված։ Նորեն եմ ուզում ասել, մենք վերլուծում ենք 2000 տարվա ամբոխին, այսօր դու ինչպես զուգահեռական կուզես անցկացնել որևէ եկեղեցու, որևէ ամբոխի, որևէ ժողովրդի, դա քո որոշումն է։ Մենք վերլուծում ենք այդ ամբոխը։ Crowd can sing the right words. Երբ որ ամբոխը ճիշտ բառեր էր ասում, հոգևոր բառեր էին ասում, օրհնյալ է Տիրոջ անունով եկավ, փրկիր մեզի, ով սաննա։ Crowd can sing the right words and still miss the true king standing before them. Նրանք աղաղակում էին, բայց այդպես էլ չէին հասկանում, որ այդ էշի ավանակի վրա նստածը թագավորացն էր, այս տիեզերքի ստեղծողը։ Նրան զուտ excitement-ը, նրան զուտ ոգևորություն էր աղաղակել տալիս։ Եվ այսօր ես ու դու այն 2000 տարվա պատմությունը բերելով ու իմ քո կյանքի մեջ վերլուծելով ու զուգահեռական անցկացնելով մի հստակ բան ենք հասկանալու, որ ես ու դու Աստծուն չեն կարող հաճի լինել մեր թռչկոտելով, մեր աղաղակելով եւ ճիշտ բառեր արտասանելով, հոգեվոր բառեր ասելով։ Տերը մեր շրթունքներին չի նայում, մեր խոսքերին չի նայում, մեր քարոզչությանը չի նայում։ Տերը նայում է իմ օգու սրտերի։ Այսօր եկեղեցում անհատականություններ կան, որ երևի տարվա մեջ 1-2 անգամ առիթ են Բեն Բարսանով, Սաղմոս, Աղոտ։ Բայց Տերը երկնքից նրանց նայելով վայելում է նրանց հոգին։ Իսկ ես որ շատ հաճախ առիթ ունեմ Բեն Բարսանով եւ մի ամբողջ կես ժամից ավել խոսք խոսելու, Սա իմ եւ իմ Աստծո մեջ է։ Աստված նայում է ոչ թե իմ խոսքին, խոսքի ճոխության, լայնության ու խորությանը, այլ նայում է իմ սրտին։ Ու ոչ միայն իմը, այլ ամեն մեկիս։ Այնպես որ այսօր չխաբվես, գիտես ինչ գեղեցիկ բառեր էր ասում, ինչ ճիշտ հոգևոր արտահայտություններ էր անում, այլ աղոթիր, որ Աստված ցույց տա այդ դիմացինի ներսը, սիրտը, հոգին, ընտրությունը ու որոշումը։ Որտեվ Քրիստոսը բացահայտորեն գիտեր, որ այս նույն ամբոխը, որ նրանով սանա է կանչում ու թագավոր եւ օրհնյալ եւ Աստծո առաջնորդ, ընդամենը 4 օր հետո կանչելու է խաչը հանի նրա։ Հովանես Ավետարանիչը շատ գեղեցիկ ձևով, եթե գնաս տուն, այսօր մեր խոսքի մասը չէ, բայց արագ ուզում եմ վերհիշել, ասում է, երբ նա Բեթանիա էր, որտեղ որ ինչ արեց, ով է հիշում, ինչ արեց, Մարիամի եւ Մարթայի եղբորը Ղազարոսին հարություն տվեց։ Եվ ընդամենը շաբաթներ էր անցել, որտեղ Հովանես այդպես ասում է, մի կարճ ժամանակից հետո Զատիկ էր, իսկ ասում է, Զատկից 6 օր առաջ, այսինքն այս ծախազարդի կիրակի առիթով, նա Բեթանիայում էր, ասում է Բեթանիան, որը փոքրիկ ավան էր, փոքրիկ քաղաք էր, մոտարպես մի քանի մղոն հեռու
Երուսաղեմից, ամբողջ ասում այդ Ավանի քաղաքի ժողովուրդ հավաքվել էին, որ մի կրկին անգամ Հիսուսին հերվից թեկուզ դիտել, որովհետև տեսնում են նրա կողքին նստած հարություն առած Ղազարոսը, 4 օրվա մեռած Ղազարոս հարությունած նրա այդ սեղանի էր նստած։ Նրա անունը, նրա համբավը տարածված էր, եւ Հովհաննես ասում է, մեծամեծները, հոգևոր մեծամեծները ինչ էին անում, հետապնդում էին, որ Քրիստոսի ոտքերը համբյուր էին, նո, հետապնդում էին, որ Քրիստոսի մի օր շուտ, մի ժամ շուտ, մի վայրկյան շուտ սպանեին, որտեղ իրենց փառքի վրա ստվեր էր ընկել, մարդիկ նրանց երես էին դարձել ու Քրիստոսին էին հետևում։ Ինչ-որ մի բան փոխվել է սոր հոգևոր աշխարհի մեջ, այդպես կոչված այդ հոգևոր չակերտակվոր հոգևոր առաջնորդները, որպեսզի ոչնչացնեն քրիստոնեությունը, ինչ են անում, առանց վախի ու առանց կասկածի, ինչ են անում, վերստին ծնված Քրիստոսին փառաբանող եկեղեցիներին ինչ են կանչում, մոլերաններ, աղանդներ, հետամնացներ, հակառակորդներ, ինչի, որովհետև ժողովուրդ են հայտնվել, որոնք ոչ թե մարդ են պաշտում, ոչ թե քահանա են պաշտում, ոչ թե կատեխիկոս են պաշտում, այլ Քրիստոս են պաշտում, որտեղ նրանց համար բացվել է, որ այդ ճանապարհը մարդը չէ, այլ Քրիստոսն է։ Եթե ունես, ունես, եթե չունես, ոչինչ չունես։ Եվ ասում այդ ամբողջը, որ հավաքվել էր Երուսաղեմում, նրանք նաև ոգևորված էին, որ այս անձը այդ էշի ձագի վրա նստած, որ գնում է դեպի տաճարը, նա այն նույն անհատն է, որ մեռած ու 4 օր թաղված Ղազարոսին հարություն է տվել։ Ուստի ինչ էին անում, աղաղակում էին, կանչում էին, դե որ excited, նրանք ոգևորված էին, բայց ոչ թե հոգու մեջ, այլ իրենց զգացումների մեջ։ Եվ սա ամենատիպիկ օրինակն է, որ դու զգացումով երկար չես Աստծուն պաշտի։ Ու Աստված մի արասե, նույնիսկ կարող Աստծուն հակառակվես ու թշնամի դառնաս նրան։ Ինչպես մենք տեսանք, եւ Աստծո խոսքը մեզի գրի արվեց ու տրվեց։ The crowd that had witnessed Lazarus' resurrection shouted Hosanna, որը եբրայերեն նշանակում է Yashanna, որը թարգմանվում է եբրայերեն save us now, փրկիր մեզ։ Նրանք տեսնում էին, որ սա մի հրաշագործ, անհնարին հնարավոր, մեռածին 4 օր հարություն տվող անձ էր։ Ու նրանք մտածում էին, որ սրանից լավ թագավոր էլ որտեղից գտնեն։ Սա իրենց քարստասնի, սա իրենց հետ կվերադարձնի թագավորի, Դավիթի թագավորության ողջ փառքը ու հմայքը։ Նրանց հոգու աշխարհում բան չէր կատարվում։ Կատարում էր նրանց մտային, նրանց զգացմունքային աշխարհի մեջ։ Նրանց ամբողջ աղաղակը հոգու աղաղակը չէր։ Եվ ուզում եմ այսօր դու ու ես աղոթենք նախ առաջերտին, մենք մեր մասին, մեր ներսը վերլուծենք, իմ հավատքը, իմ աղաղակը, իմ աղոթքը, իմ կանչը մտային է, իմ հաջողության աղաղակն է, իմ հառաջադիմության, իմ հարստարացման աղաղակն է, թե իմ հոգու կանչն է, թե իմ հոգու պահանջն է, թե իմ հոգու սովն է, որ միայն կարող է հագենալ Քրիստոսի հետ հաղորդակցվելուց։ Զաքարիայի մարգարության 9-րդ գլխի 9-րդ համարում դեռ հարյուրամյակներ առաջ Քրիստոսի ծնունդից, մարմնավոր, Քրիստոսի ծնունդից առաջ ինչպիսի ճշգրիտ տար արտար ու բար արբար մարգարություն է արվել, որը տեղի ունեցավ, երբ Քրիստոսը ծնունդ առավ, մեծապես ուրախացիր, ով Սիոնի դուստր, ցնծությամբ աղաղակիր, ով Երուսաղեմի դուստր։ Ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը, նա արդար ու փրկագործ է։ Ինչ հստակ մեկնաբանում է, who is the Lord, who is the King, չէ՞։ He is the righteous one, he is the victorious one։ Նա հաղթեց ոչ թե
թագավորներին, ինչ որ պետություններին ու կառավարություններին, որտեղ այդ ամբողջը սպասում այդպեսին էր, որ հռոմեական կայսրության վրա հաղթի եւ նրանց տա Դավիթի թագավորության ողջ փառքը ու հռչակը։ Նա եկել էր որպեսի սատանային հաղթի մեր մարդկության մեծագույն թշնամուն, որ մեզ ձերբազատի ոչ թե 70-80 տարվա համար, այլ մի ամբողջ հավիտենականության համար։ Նա է գալիս էր, որ մեզի թագավոր լինի, իսկ երկինքը մեզ համար տուն լինի։ Որ մենք այս երկրի վրա քայլելուց շատ հաճախ մտածենք երկնքի մասին, այն տան մասին, որ մեզ համար ասես բնականաններ ունեմ ձեզ համար պատրաստած, ու երբ որ գամ ձեզ ինձ մոտ կառնեմ, ու ինձ հետ կլինեք հավիտյանս հավիտենից։ Ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը, նա արդար ու փրկագործ է, հեզ եւ էշի վրա հեծած, էշի ձակի ավանակի վրա։ Այսպիսի ճշգրտություն կարող է լինել։ Հարյուրամյակներ առաջ մարգարությունը ճշգրտորեն իրականանում էր այդ օրը, երբ Քրիստոսը էշի ավանակի, էշի ձակի ավանակի վրա նստած, նա ներս էր մտնում Երուսաղեմ։ Նկատում եք մի հստակ մի բան այս ամբողջ մարգարության մեջ, ասում է, քեզ մոտ է գալիս ինչը, քո ինչը, թագավորը։ Զաքարիան չի ասում, ասում է քո թագավորը, նա չի ասում փիլիսոփան, այսօր շատ են խոսում, չէ, մտավոր առաջադիմությունից, մարդկանց կրթություն, չէ, ամեն ինչ իր արժեքավորում ունի, բայց այդ արժեքավորումը հավիտենականություն չի կարող իր մեջ պարունակել։ Այո, կիրթ լինելը, կրթված լինելը, կարդացած լինելը, իմաստուն լինելը, խորհուրդները ուսումնասիրելը շատ լավ բան է։ Բայց Քրիստոսը չէր գալի որպես փիլիսոփա, որ մեզ ինչ աներ, որպեսի մեզի այսպես sense ինտելիգենտ հասարակություն կառուցեր։ Not just a teacher, նա չէր գալի որպես ուսուցիչ, որ մեզի խրատեր, մեր ձեռքին հարվածեր, մեզի ուղղություն ցույց տար եւ մեզի այբուբենը սովորասեր։ Not just a healer, նա չէր գալիս մեզի որպես ինչ բժշկող Աստված։ Այսօր շատ է այդպես հատուկ ձևով ընդգծվում Քրիստոսի ինչ բժշկության զորությունը։ Դա այո եւ ամեն է, բայց նա չէր եկել խաչի վրա գանվելու, որպեսի իմ ու քո հիվանդությունները բժշկելու։ Դրանք շարունակություն են։ Մեր Աստծո ամբողջ հոգին, մեր ամբողջ էությունը, մեր ամբողջ միտքը ու գաղափարը մեկ հստակ ճշմարտության վրա պետք է կառուցվի։ Նա եկավ ինձ ու քեզ փրկելու համար, փրկելու սատանայից, նրա ճիրաներից, ստրկությունից, մահից, կորուստից։ Not just a moral example, նա չեկա որ բարոյականությունը բարձրացնի, որտեղ ահավոր ձևով բարոյականությունը ընկած է եղել այն երկվարքյանից, որը Աստված Ադամին ու Եվային դուրս շպրտեց Եդեմի պարտեզից։ Նա եկել էր որպես թագավոր իմ ու քո սրտի։ Ընդունում ես նրան։ Նա է քո սրտի թագավորը։ Նա է պատճառը, որ այսօր ես ու դու կանք ու մնում ենք ու ապրում ենք։ Մեր շունչը ու հոգին, մեր իմացածը, մեր գիտեցածը, մեր հարստությունը, մեր կարողությունը, մեր հնարավորությունները արդյոք այդ թագավորի ոտքերի տակ է։ Ոչ թե մարդկանց, ոչ թե հովիվների, այլ թագավորի ոտքերի տակ։ Թող այդ թագավորը որոշի, թե դու ինչ պետք է անես։ Եվ մնում է քեզ լսես ու հնազանդվում ես։ Մնում է քեզ լսես ու անհնազանդ գտնում ես։ Մնում է քեզ, որ ընդհանրապես չլսես։ Տեսնում եք, լեցուն է տեսականիները։ Նա գալիս էր որպես թագավոր։ He's a majestic, but not proud. Նա վեր իր էությունով, նա աստված էր, կարող եք պատկերացնել։ Հինգշաբթի, երբ որ ընթերցում էինք, խոսք եղավ, ասում էինք, երբ որ հրեշտակը Մարիամին հանդիպեց, երբ որ մարդիկ հրեշտակ էին տեսում, սարսափում էին, ծնկները իրար էր գալիս, այո, հրեշտակ եկնային է արկան, իսկ նա աստված էր
Այսօր Աստված մի արածե, եթե որևէ հոգևոր առաջնորդի մի քիչ հաջողվում է ու իր եկեղեցու անդամների թիվը մի քանի հարյուրից անցնում է մի քանի հազարի, նրանք արդեն միանգամից իրենց կարգավիճակը փոխում են։ Նրանք դառնում են արդեն անձեռնամխելի, անհասանելի։ Նրանք ներսի դռնով մտնում են, քարոզում են ու ներսի դռնով գնում են։ Նրանք դառնում են այսօրվա, այսպես ասած, կինոաստղերի, մտնում են նրանց կատեգորիաների մեջ։ Մոռանում են, որ մի 4-5 տարի, 10 տարի առաջ նրանք շարքային քրիստոնյաներ էին։ Նույնը նաև դերասաններ, նույնը նաև սպորտսմենները, նույնը նաև երգիչ-երգչուհիները, նրանք մոռանում են իրենց անցյալները ու այսօր մտածում են, այս մարդը ինձ դիպչի, վա, ինչ, մենք հասարակությունից զատ ենք, we are the celebrities։ Սա ամենատխուր պահն է, երբ որ այդ գաղափարը, այդ միտումը գալիս է հոգևոր աշխարհի մեջ, երբ որ հոգևորները, այսպես ասած, հաջողակ առաջնորդները իրենց նման մի կոչում են տալիս, իրենց առանձնացնում են հասարակությունից։ He was the majesty, նա վեր, բայց նա հպարտ չէր։ He was a sovereign, but not harsh. Նա աստվածային էր, բայց նա ոչ խիստ։ Իր որոշումների մեջ սեր կար, շնորհ կար, ողորմածություն կար։ Ինչի, որտեղ այսօր ես կամ։ Դա նրա ողորմության շնորհիվ է։ Եթե նա մնար միայն արդար ու ճշգրիտ Աստված, այսօր ես ոչնչացած էի իմ մեղքերից պատճառով։ Նա աստվածային էր, բայց ոչ խիստ։ He is holy, նա սուրբ էր, but approachable։ Նա սուրբ էր, բայց հասանելի մարդկանց։ Մարդիկ իրան դիպչում էին, իր այդ սեղան էին նստում, իր այդ զրույց էին բռնվում։ Այսօր Աստված առիթ է տվել ամեն մեկին, ամեն հավատացող, ամեն մի մարդ արարած կարող է իր ստեղծողի հետ ինչ անի, ծնկի գա, թե ոտքի վրա, թե քայլելուց հաղորդակցվի։ He is approachable։ Ես ասում եմ, չէ՞ մի քիչ առաջ ասեցի, Աստվածի առաջ է, թե մի քիչ հաջողակ ենք լինում, մի քիչ առաջադեմ, մի քիչ հարուստ, մի քիչ արդեն ինչ ենք անում։ Մարդիկ ամեն մարդ, ամեն մի մահկանացու չի կարող իմ հետ խոսա։ Ես արդեն առանձնահատուկ եմ։ Եվ նրանք իրենց համար կառուցում են մի ուրիշ դաս։ He is powerful, but he is a gentle։ Նա հզոր էր, բայց բարի էր ու մեղ ու ցանկալի։ Եվ այսօրվա ծաղկազարդի կիրակին ինձ ու քեզ համար բացահայտեց նրա վեհությունը ու նրա ինչը պարզությունը։ Որ նա Աստված էր ու մարդ դարձավ ու հասանելի ամեն մարդ արարածի, որ ամեն ոք կարողանա նրա հետ բաժին ու հաղորդակցություն ունենա։ Այսօր աշխարհը ու աշխարհի ոգին գիտես քեզ ինչ է ասում, ու անընդհատ քո ուղեղը ռմբակոծում է։ Դա գովազներով լինի, դա կինոներով լինի, դա սերիալ, ինչ որ ուզում ես ասա։ Նա անընդհատ քո ուղեղը ռմբակոծում է, make yourself known, քեզի ճանաչել տուր, թող մարդիկ քեզի ավելինով ճանաչեն։ Եթե մահվան գնով է եղել մի հեռուստասեն հաղորդումներ վերցում, մի բան խոսա, մի թերթում մի նկարը ցուցադրի, մի բան արա, որ մարդիկ քեզ ճանաչեն, make yourself known, հայտնի դարձրու քեզի։ Jesus says, take your cross։ Իսկ Քրիստոս ասեց, քո խաչը վերցրու ու իմ հետևից արի։ Սա էր ամեն Քրիստոսին պաշտողի ու հավատացողի մեծագույն կոչումը, քո խաչդ վերցրու ու իմ հետևից արի։ The word says, protect your status։ Աշխարհը, եւ այս աշխարհի ոգին ասում է, չկորցնես քո դիրքդ, քո արժեքդ, չթողնես մարդիկ քեզի ալկեր դիտեն, այլ անընդհատ տեստուր, արժեքավորիր, կառուցիր քեզ համար, այդպես թևերդ ավելի ու ավելի բարձր քայլիր։ Jesus says, serve։ Իսկ Քրիստոս եկավ ասավ, ծառայիր։ Պարզապես ծառայիր, ոչ ծառայեմ, մարդիկ կոխրջում են, Տերը ասես ծառայիր, ինձ էլ կոխրջեցին, քեզ էլ կկոխրջեն, բայց ծառայիր, որովհետև դրա մեջ է երկնային խորհուրդը, որ երկրի վրա է արձագանքվում։ Ուրիշ կերպ չի կարող լինի։ The word says be first, Jesus say be faithful։
Աշխարհի ոգին ասում է առաջին եղիր։ Իսկ Տերը ասեց հավատարիմ եղիր։ Մեզ առաջին լինելը երկինք չի տանի։ Հավատարմությունը ամեն։ Հետևելով այսօրվա ծաղկազարդի կիրակին եւ այդ ամբողջ իրադարձությունները, որ պետք է առաջիկա մի 4 օրվա մեջ տեղ ունենան, մեզ հստակորեն մի բան է սովորեցնում. Lord, strip me of pride։ Ու ամբողը ու նրա աղաղակը ու 4 օրվա հետովա աղաղակը նայելով ուսումնասիրելով մեկ բան ենք հասկանում։ Եվ այսօր Տիրոջը ոտքերի տակ ծնկի գալով ասում ես. Տեր, ինձ ձերբազատի ինչից։ Իմ հպարտությունից։ Հպարտությունը ինձ էլ, քեզ էլ, որևէ արարածի կտանի դեպի կործանում։ Lord, save me from self-exaltation։ Տեր, սա լրիվ ուրիշ բան է։ Տեր ինձի ձերբազատիր, ինքս ինձի գովազդելու, ինքս ինձի բարձրացնելու, ինքս ինձի մեծարելու։ Ձերբազատիր, դա ոգի է, որ բռնում է մարդկանց, ու մարդիկ տրվում են դրան։ Ու մարդկանց համար արդեն ինքան էական է դառնում իրանց նույնիսկ մեկ հատիկ մազի կառուցվածքը, տեսքը, վիճակը, նրանց դիրքը, նրանց հագնվելիքը, նրանց քշած մեքենա, նրանց Աստված իմ ձերբազատիր ինձ դրանից, որ ես կարողանամ քեզ համար ապրեմ, քեզ համար եւ ոչ թե մարդկանց համար, կամ դու որ Աստծո ստրուկն ես, իսկ եթե Աստծո ստրուկը չեղար, դու ուզես չուզես մարդկանց ստրուկն ես դառնալու, հասարակության ստրուկը, ամբողջի ստրուկը եւ ամբողջ կյանքդ պետք է ծառայես, որպեսի հավատարիմ մնաս այդ ամբողջին, այդ հասարակությանը, ինչու, որովհետեւ դարել ես ստրուկ բառը շատ տկեղ է, շատ դառն է, բայց ճշմարտություն կա իր մեջ, կամ որ մենք Աստծո ստրուկն ենք, կամ որ ամբողջի հասարակությանը Lord, teach me the beauty of hidden obedience։ Եվ սովորեցրու ինձ այն կապվածությունը, այն խոնարհությունը, որը ոչ թե արտաքին է, ցուցադրական է, այլ թաքնված է։ Սիրելիներս, անկասկած ամեն մեկս էլ առիթ ենք ունեցել որևէ մի մեծ տաճար, մի մեծ եկեղեցի այցելելու։ Երբ որ դու մտնում ես այդպիսի տաճար Եվրոպայում, այդպիսի շատ մեծ գեղեցիկ տաճարներ կան, այստեղ եւս հատկապես East Coast-ում, երբ որ մտնում ես այդ հսկայական մեծ տաճարներ, առաջի բանը որ ինչ անում, քեզ ուշադրությունն է գրավում, ինչն է, հսկայական դուռը, որ ներս ես մտնում, նրա գեղեցիկ stained windows, նրա այդ պատոհանները Քրիստոսի թեմաներով, սուրբգրային թեմաներով, դրանք գիտեք ինչ հսկայական դժվարին կառուցված գործեր են, հիմի որտեղ որ եկեղեցի եթե քանդվելու է, դա ամեն մի պատոհանը 100,000-ավորների գներ ու արժեք ունի։ Ինչ եմ ուզում ասել, այդ ամբողջ տաճարը, այդ ամբողջ գեղեցկությունը, այդ ամբողջ ներսի զարդարանքը, ոսկե գործությունը, արծաթագործությունը, այդ ամբողջ պատկերները, այդ ամբողջ շենքը ու կառուցվածքը երբևիցե հարց տվել եք, ինչպես է մնում ամուր ու կայուն ու դարեր կարողանում են մնալ ու հարատևել, որպեսզի արժանանա մարդկանց հիացմունքին ու ես ու դու գնում ենք ու նայում ենք ու հիանում ենք։ Մի հստակ երբևիցե տեսել եք, երբ այդ տաճարները, հսկայական կառույցները, այսօր ժամանակ ինչպես են կառուցում, այդ ամբողջ շենքը մնում է միայն ու միանշանակ մեկ բանի պատճառով, հիմքի քարերը։ Եվ եթե երբևիցե նկատել եք, թե շինարանները ինչ ուշիմ ուշադիր կառուցում են այդ հիմքը, որտեղ նրանք շատ հստակ գիտեն, որ այդ հիմքը հողով ծածկվելու է, ու ոչ ոք այդ հիմքի քարերը, այդ հիմքի ամրությունը ոչ մեկի համար հետաքրքիր չէ, երբ որ ես ու դու ներս ենք մտնում, մենք հիանում ենք եղած կառուցվածքով, բայց երբեք հարց չենք տալ, եթե այդ հիմքը չեղավ, այս շենքը չէր գոյատևի հարյուրամյակներ, կկործանվեր, կտապալվեր, կոչնչանար, հողին կհավասարվեր։ Իսկ այդ հիմքը լռության մեջ, հողով ծածկված, անտեսված, ինչ անում, ամբողջ շենքի գեղեցկությունը ու ճոխությունը իր վրա է առնում։ Սա Քրիստոսի մեջ ապաշխարած մարդկանց կարգավիճակն է։
որոնք չեն ոգևորվում, չեն աղաղակում, չեն կանչում, չեն ցուցադրվում, այլ այդպես հիմք են ծառայում եկեղեցին։ Այդպես լռության մեջ ներս են մտնում իրենց ներքին սենյակը ու աղոթ էր աղոթում, աղոթ եկեղեցու համար, ժողովրդի համար, հիվանդների համար, կարիքավորների համար, մոլորվածների համար, տկարացածների համար, աղոթում են լռության մեջ, առանց արձագանքելու, առանց վկայելու, որովհետև Աստված այդ հոգին իրենց տվել է։ Նրանք հասկացել են, որ ամենադժվարին կոչումն ունեն հիմքը լինելու, որ այդպես էլ երբեք չեն երևա, չեն տեսվի, չեն մեծարվի, բոլորը նրանք կգան, կանցնեն, բայց մեկը կա, այդ շենքի տերը, որ գիտի, որ այդ շենքը գոյատևում է, որտև հիմքն է ամուր, աղոթներն են զորավոր, Հիսուսի փառավոր անունով։ The Palm Sunday is a day of praise, but it also is a day of exposure. Սա այսօր մի գեղեցիկ մի օր է ուրախանալու, որ Քրիստոսը ներս էր մտնում ու ամբողջ ու ժողովուրդը նրան ճանաչեցին, գոնե լոկ մեկ անգամ թակավորած, նրան կանչեցին օրհնյալ, փրկիր մեզ, օրհնյալ ես, որ Տիրոջ անունով գալիս ես։ Շատ գեղեցիկ էր, շատ հնչեղ էր, շատ ոգևորիչ էր, մի ամբողջ քաղաք ոտքի էր եղել նրան ընդունելու որպես թագավորի։ Այո, այդտեղ նկարագրվում է, թեկուզ այդ պահերը, այդ փոքրիկ ժամընթացը, որտեղ ասում է, անմիջապես նա ներս մտավ տաճար ու սեղանները շորտվեց։ Բայց այդ մի փոքրիկ ընթացը մի տեսակ նկարագրում է նրա փառավոր աստվածությունը երկրի վրա, այդ մի երկվայրկյան, այդ մի փոքրիկ ժամանակահատվածում ժողովուրդը ամբողջը նրան կանչեցին թագավոր, նրան կանչեցին օրհնյալ, նրան կանչեցին փրկիչ, փրկիր մեզ։ Բայց այդ նույն քաղաքը, այդ նույն բարեհաջող, աղաղակող, ոգևորված քաղաքը, այդ նույն հոգևոր բառեր հնչող քաղաքը, այդ նույն քաղաքը, որ հանդերձները չխնայեց նրա ոտքերի տակ, այդ նույն քաղաքը, որ արմավի շուղերով կանչում էր ու թափահարում, որպեսզի մի կերպ հասանելի լինի, արժեքավոր այդ թագավորի համար, այդ նույն ամբողջը կանչեց նույն ձայնով ու աղաղակով մեկ ուրիշ բառեր, խաչը, խաչը անիր դրան։ Գիտեք, այդ է մարդը։ Եվ եթե մեր հույսը մենք մեզ վրա ենք դրել, մեղք ենք, որտեղ մենք փոփոխական ենք, մենք զգացմունքային ենք, մենք խաբվում ենք մեր մտքով, մեր զգացումներով, երևույթներով, տեսիքներով, վիճակներով, այդպես ասած մարգարեություններով, հոգևոր գեղեցիկ բառերով ու բառապաշարով, բայց երբեք չենք հետևում ամենաիրական ու կարևորին, հոգուն, Սուրբ Հոգու հաղորդակցությանը, առաջնորդությանը։ Եվ սա ամենագեղեցիկ օրինակն է։ Եթե մարդն է մարդին հետևում, երկուսն էլ փոսը կընկնեն։ Իսկ եթե Տերն է մեզ առաջնորդում, նա մեր թագավորն է, իսկ երկինքը մեր տունը։ Հիսուսի անունով, ամեն։